Ողջունում եմ բոլորին, հուսամ լավ եք հայր ջան։ Ես խոստացել էի, որ ժամանակ առ ժամանակ կանդրադառնամ այս թեմային, ասեմ ինչի մասին է խոսքը, որ ինչ ունենք հիմա եւ ինչ կարող ենք ունենալ կամ լավ կամ վատ ձևով, հա։ Տեսեք, նորից ու նորից իմ վարկածը, իմ հասկացածը, իմ մտածածը, հա, այս ամբողջ պատմության, թե ինչի եղավ հեղաշրջում, ինչի Սերժ Սարգսյանը այդպես հեշտ երկրի ղեկավարությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին եւ նման այտենց հարցերի շուրջ։ Տեսեք, մենք ունեցել ենք հոկտեմբերի 27։ Մենք ունեցել ենք մի հզոր ղեկավարների սպանություն։ Մենք ունեցել ենք մարտի 1, որտեղ որ զոհվել են եւս 10 նվիրյալ, ովքեր որ ուզում էին անկախ, ազատ, ինքնիշխան երկիր ունենալ։ Բայց 2018 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը իր շարժումով այդպես Գյումրիից եկավ Երևան, չգիտես ਕੀ Սերժ Սարգսյանը, չեմ ասի, ասենց խալին փռած սպասում էր իրեն, ասում էր արի տամ, բայց եկեք համաձայնվենք, որ այդ ճանապարհ անցած իշխանությունը, թե Քոչարյան, թե Սերժ, չէր կարող հեշտությամբ այտենց իշխանությունը տար ընդդիմությանը։ Այսինքն իրանց պետք էր դա։ Պետք էր ինչի համար, հենց մեկը Արցախի համար, որը որ իրանք սցենարը շատ լավ, գեղեցիկ գծել, նկարել, բան էին արել, հա, կառուցել էին նոյեմբերի 9 վկա, որ երբ որ ստորագրվեց այդ փաստաթուղթը, նախկին իշխանականները վրա տվեցին թե կառավարության շենքի վրա, թե կառավարական տան վրա եւ նման այն հույսով, որ պետքա ժողովուրդը իրանց միանա եւ իշխանությունը հետ բերեն, պարզ ճակատով մի հատ մուննատ գային, ասեն ես էի կուսում, տեսակ ինչ է։ Իշխանությունը տվեցինք չգիտեմ ում ու արտես ինչ է։ Բայց փառք Աստծո հայ ժողովուրդը գիտակից է։ Փառք Աստծո այդ ամեն ինչը շատ լավ հայ ժողովուրդը տեսավ, գիտակցեց եւ չմիացավ այդ իրանց կեղտոտ խաղը։ Եվ դրանով ռուսի ասած պրավալ գնաց իրանց սցենարը եւ ծրագիրը։ Իսկ հիմա մենք շատ լավ տեսնում ենք այն բարեփոխումները, որը որ արվում է մեր երկրում, թե դպրոցների, թե պարտեզների, թե այգիների, թե բակերի, թե բժշկական կենտրոնների հետ կապված, որը որ պետական բան ունեն, թե ճանապարհների հետ կապված, այո, կան թերություններ, թե ամեն շինարարական մի կետում էլ ինչ-որ մի որ ուզենաս թերություն կգտնես, իդեալական չի, բայց կա, շարժ կա, այդում ենք առաջ, ես միշտ ասել եմ, չի կարա մարդ կամ մի կառույց 100 մետրանոց փոսի մեջից միանգամից հայտնվի 100-րդ հարկում, հա, բարձրությամբ։ Այդ ամեն ինչին ժամանակ է պետք, այդ ամեն ինչին մասնագիտանալ է պետք, հա, որ դու արդեն ունենաս այն իդեալական շինարարական, թե ասենք մտածելու կարողությունը, որ ամեն ինչ ճիշտ է թա ու լավ է թա։ Բայց որ այդում է դա բոլորս շատ լավ տեսնում ենք։ Սա էր, հայր ջան, կարող եմ խոսալ շատ երկար բարակ, բայց այն որ ես խոստացել եմ ժամանակ առ ժամանակ ես պետք է սրա մասին հիշեցնեմ, որ ժողովուրդը հանկարծ ոչ մի դեպքում այս պահը չմոռանա։ Թե ես ցավով, բայց օրինակը միշտ բերում եմ Վրաստանի օրինակը։ Վրաստանն էլ հեղաշրջում արեց, տարածք կորցրեց, հետո տակտիկական ձևով իրանց լիդերին սարքեցին գիժ եւ այսօրվա դրությամբ էլի ես համարում եմ, որ Վրաստանը կառավարում է Ռուսաստանը։
Ոնց որ առաջ կառավարում էր Հայաստանը, նույն ձև այսօր էլի Վրաստանը կառավարում է Վրաստանը։ Բայց պետք է ամեն ինչ անենք, որ թույլ չտանք մենք հայտնվենք Վրաստանի օրինակով։ Լավ եղեք հայր ջան, հայ մնացեք կարևոր, հայրենասեր եղեք եւ պայքարեք ձեր ունեցած այն ամեն մի քառակուսու սանտիմետրի համար։ Մի երազեք Վանի, Նախիջևանի, Ջավախքի, Արարատի կամ չգիտեմ, հա, տարբեր են, որ նախկինում մերն ա եղել։ Այ շենացնենք եւ հզորացնենք այն ինչը որ ունենք այս փուլում, երբ որ մենք կարողանանք արդեն հստակ ի ցույց աշխարհին դնելով, որ մեր ունեցածը մենք շատ լավ ամուր պահում ենք եւ հզոր ենք մենք, այդ ժամանակ արդեն կարելի է երազել ու նաեւ ինչի՞ չէ պայքարել այն հողերի, որը որ նախկինում պատկանել է մեզ։ Լավ եղեք, հաջողություն։